Արմլուր AM-ի տեղեկություններով պայմանագրային զինծառայող է հայտնաբերվել կախված վիճակում։ Վերջինս իր զինվորական ծառայությունն իրականացնում էր Պաշտպան Հայրենյաց ծրագրի շրջանակներում եւ հենց այսօր պետք է ներկայանար Զորամաս հերթական հերթապահությունն անցնելու համար։ Ողբերգական դեպքը տեղի ունեցել զինծառայողի տանը, որտեղ նրա մարմինը հայտնաբերել է հարազատը։ Պաշտպանության նախարարությունը անդրադառնալով համացանցում տարածված տեղեկություններին հերքել է Զորամասում արձանագրված մահվան մասին լուրերը, պարզաբանելով, որ Պաշտպան Հայրենյաց ծրագրով ծառայող պայմանագրային զինծառայողի դին հայտնաբերվել է իր բնակության վայրին կից անասնաֆերմայում։ Ըստ գերատեսչության խոսնակ Արամ Թորոսյանի, միջադեպը տեղի ունեցել ոչ ծառայողական ժամին եւ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ուստի չի կարող որակվել որպես բանակում տեղի ունեցած պատահար։ Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է 2 ամսով։ Ռոբերտ Քոչարյանը ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի դատարան կներկայացվի բացառապես անհրաժեշտ բժշկական հետազոտությունները անցնելուց եւ առողջական վիճակի վերաբերյալ պատշաճ եզրակացություն ստանալուց հետո։ Դատարան են ներկայացվել նաեւ գործով ձերբակալված մյուս անձանց, այդ թվում կառավարական առանձնատների տնտեսության նախկին տնօրենի եւ նրա ընտանիքի անդամների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունները։ Իրավական այս գործընթացը առնչվում է 1999-ից 2009 թվականների ժամանակահատվածին վերաբերող քրեական վարույթին, որի շրջանակում ընդհանուր առմամբ ձերբակալվել է 6 անձ։ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոնական լիազորությունների չարաշահման մեղադրանք ստանալուց հետո ուժայինների ուղեկցությամբ հեռացել է շենքից։ Վարույթի հիմքերի վերաբերյալ հայտնելով իր անտեղյակությունը։ Բան չեմ հասկանում։ Այս գործընթացը ծավալուն քրեական հետապնդման մի մաս է։ Քննչական գործողություններն ուղեկցվում են նախկին նախագահների ընտանիքների հետ փոխկապակցված բիզնեսների կապարակնքմամբ ու խուզարկություններով, նրանց ունեզրկելու վերաբերյալ գործադիրի հնչեցրած հրահանգի ֆոնին։ Բերձորում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ ոլորտի պատասխանատու գերատեսչությունների ու մասնագիտացված օպերատորների աշխատանքային հանդիպումը։ Բանակցությունների առանցքում եղել են էլեկտրաէներգիայի փոխադարձ ներմուծման ու արտահանման հնարավորությունները եւ պետական սահմանին էներգետիկ ենթակառուցվածքների տեխնիկական փոխկապակցման հարցերը։ Այս գործընթացը նպատակաուղղված է արտաշրջանային էներգահաղորդակցությունների վերականգնման ու երկկողմ տնտեսական փոխգործակցության նոր մեխանիզմների ձևավորմանը։ Արտակարգ դեպք է գրանցվել Գյումրիում, Վահան փողոցում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենայում պայթյուն է որոտացել։ Պատահարի հետևանքով մեքենայի հարևանությամբ գտնվող 43-ամյա վարորդը շոկային վիճակում տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն։ Պայթյունի ուժգնությունից վնասվել է նաև մոտակայքում կայանված մեկ այլ տրանսպորտային միջոց։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Միջադեպի բոլոր հանգամանքներն ու պայթյունի պատճառները լիարժեք բարձելու նպատակով։ Հայաստանի առևտրի կրճատումը Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի հետ որևէ քրիտիկական ցնցումի չի հանգեցնի, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի արտաքին առևտրում Հայաստանի մասնաբաժինը մեծ չէ, իսկ Բելարուսի, Ղազախստանի եւ Ղրղստանի հետ Երևանի ապրանքաշրջանառությունը չնչին է։ Անդրադառնալով հայկական որոշ ապրանքների նկատմամբ կիրառվող արգելքներին, Պաշտոնյան նշել է, որ դրանք զուտ անվտանգության նկատառումներ ունեն եւ միտված են ապահովելու ՀԱՏՄ սանիտարական եւ բուսասանիտարական պահանջներին համապատասխանող արտադրանքի ներմուծումը Ռուսաստան։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայել Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործողությունները վտանգում են համաշխարհային անվտանգությունը եւ խախտում միջազգային իրավունքի ու ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները։ Նա խստորեն քննադատել է բանկերին ու կառավարություններին ներկայացվող Վաշինգտոնի վերջնագրերը, շեշտելով, որ ոչ մի արժանապատի պետություն չպետք է հանդուրժի կոպիտ ուժի եւ օրենքի համակարգված խախտումների նորմալացումը։ Որպես օրինակ, նա մատնանշել է Կանադան, որը այժմ իր վրա է զգում ամերիկյան բանակցությունների քողի տակ թաքնված կոպիտ վարքագծի հետևանքները։ Այս հայտարարությունների ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է, որ Հորմուզի նեղուցի միջազգային ջրերն ամբողջությամբ մաքրվել եւ զինաթափվել են։ Իրանին տեղեկացվել է, որ նոր ականներ տեղադրող ցանկացած նավ կոչնչացվի, գրել է նա։ Ռուսաստանի Ամուրի մարզում գազաքիմիական խոշոր համալիրի տարածքում հզոր հրդեհ է բռնկվել, որն ուղեկցվել է ուժգին պայթյուններով։ Պաշտոնական աղբյուրները դեռևս հստակ տեղեկատվություն չեն տրամադրում։ Ըստ նախնական հաղորդումների, միջադեպի հետևանքով զոհվել է 1 մարդ։ Ոչ պաշտոնական տվյալներով տուժածների թիվն անցնում է 100-ը, որոնք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ու այրվածքներ։
Կրեմլի խոսնակ Դիմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանում իբր նոր մոբիլիզացիայի մասին լուրերը կեղծ են։ Այս ամենը անում են ուկրաինական իշխանությունները։ Բնականաբար Կիևյան վարչակարգը փորձում է գաղափարապես սասանել իրավիճակը մեր երկրում, հայտարարել է Պեսկովը։ Իսպանիայի Սան Սեբաստիան դե լոս Ռեյես քաղաքում անցկացված ցելերի հետ ավանդական վազքի ժամանակ 10 մարդ է վիրավորվել։ Վազքը տևել է 2 րոպե։ Դրան մասնակցել է 1800 մարդ։